2021 թվականին Փաշինյանն այսպես ծանոթանում էր նորաստեղծ բարեկային ծառայության ավտոպարկին։ Պետությունը Շկոդա Մակնիշի 150 ավտոմոբիլ էր գնել յուրաքանչյուրի համար վճարելով ավելի քան 12 միլիոն 750 հազար դրամ։ 4 տարի անց դրանցից 39-ը կփոխանցվի Պետգույքի կառավարման կոմիտեին, 30-ը անսարք, մնացածը վթարված վիճակում։ Գնահատվել են թվով 39 տրանսպորտային միջոցներ, իսկ մեկ միավոր եղել է վթարված, մեքենայի վրայից բացակայել են կարևոր հանգույցներ եւ դետալներ, կորցրել է ապրանքային տեսքն ու նշանակությունը, ուստի հնարավոր չի եղել այն գնահատել որպես տրանսպորտային միջոց։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ավտոմեքենաներից 30-ը շարժիչի եւ փոխանցման տուփի անսարքություններ ունեն եւ այդ պատճառով են շահագործմանը ոչ ենթակաճանաչվել։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է, Շկոդաների գնումն անարդյունավետ է եղել եւ պատասխանատուները հասկանալով, որ դրանք արագ են շարքից դուրս գալիս, նախապատվությունն այժմ Toyota Մակնիշի ավտոմեքենաներին են տալիս։ Շկոդա մեքենաները Հայաստանի Հանրապետության ճանապարհների համար իրանք տեխնիկապես ձեռնտու գործարքներ չեն, որտեղ ինքը մեր ունեցած այս ճանապարհներին իր թե տեխնիկական սարքերը, թե իր շարժիչները չեն դիմացել։ Բարեկային ծառայության ներդրումից ընդամենը 6 ամիս անց գրել էինք, որ 150 Շկոդա Օկտավիա Մակնիշի ավտոմեքենաներից 23-ը չի շահագործվում վթարի, իսկ 32-ը փոխանցման տուփի սելեկտորի անսարքության հետևանքով։ Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի եւ Բարեկային ծառայության ընդունելության հանձնաժողովի անդամ Դանիել Օնիսյանը նշում է, փոխանցման տուփի խնդիր մեքենաներն իսկապես ունեցել են, բայց դրանք փոխվել են երաշխիքային սպասարկման շրջանակում։ Այո, մեքենաները հաճախ վթարվում են եւ ոստիկանական մեքենան այո պիտի վթարվի։ Դիսկոմֆորտ եղել է, որովհետեւ մեքենաները շահագործելու տեղը կանգնած սպասում էին, որ այդ պահեստամասը դրսից գա եւ փոխարինվի։ Երաշխիքային ժամկետը եղել է 3 տարի կամ 150 հազար կիլոմետր։ Մեկ միավորի տարեկան սպասարկման միջին ծախսը ըստ ներքին գործերի նախարարության կազմում է 655 հազար դրամ։ Շահագործմանը ոչ ենթակաճանաչված 40 Շկոդաների ձեռքբերումը հարկատուների վճարած միջոցներից արժեցել է մոտ կես միլիարդ դրամ։ Չնայած քննադատություններին Իոնիսյանը նշում է, ծառայության բնույթից ելնելով 4 տարվա շահագործումը նորմալ է ոստիկանական մեքենաների համար։ 150 մեքենաներից մոտ տենց 1/4-1/3-ը 4 տարի անց դուրս է գրվում, բավականին ողջամիտ է։ Այդ մեքենաները շատ ինտենսիվ են շահագործում, շատ ինտենսիվ 100 հազարավոր կիլոմետրեր են երթևեկել, այսինքն եթե քաղաքացիական մեքենաները միջինում, չգիտեմ մենք ինչքան են քշում, տարին 10-15 հազար կիլոմետր են քշում, իրանք քշում են երևի մի զրոյով ավել, հա, եւ որում նաեւ բավական ծանր պայմաններում են իրանք շահագործում։ Մեկ Շկոդայի միջին վազքը մինչ Պետգույքի կառավարման կոմիտե ներկայացնելը կազմել է միջինը 170 հազար կիլոմետր, իսկ ամենափոքր վազքը 14,540 կիլոմետր, հայտնում են նախարարությունից։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանն ասում է, այդքան վազքը մեքենան շահագործումից հանելու պատճառ չէր կարող լինել։ Այլ հարցը, որ իրանք ունեցել են վնասվածք, այսինքն ինքը այնպիսի վթար ունեցել, որտեղ իրենք ռիսկային են, որը շահագործման բան չի, բայց մի բան հասկանանք, օրինակի համար տեսեք այդ մեքենաները, որ վնասվել են ու բան չի, իրենք արդյոք ապահովագրված չեն էլ, ինչու չեն ապահովագրվել, որովհետև դրանք սա այդ մեքենաների բանը պետքա հատուցվել էլի, եթե ինքը ՃՏՊ է եղել, ՃՏՊ-ի դեպքում ու ինքը մեղավոր չի եղել, դրա համար պետքա հատուցվեն։ Ոստիկանությունը Շկոդա ավտոմոբիլները գնել էր Չեխ ավտո ՍՊ-ից մեկ անձից գնման ընթացակարգով։ Factor TV-ն իրավաբանական անձանց պետռեգիստրից տեղեկանում է, ընկերության սեփականատերն այդ ժամանակ կառավարության Նարընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է եղել, Ալբինա Մովսեսյանը։ Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացանք, որ հանձնման ընդունման գործընթաց դեռևս տեղի չի ունեցել։ Միայն դրանից հետո մեքենաները կներկայացվեն աճուրդի Պետգույքի էլեկտրոնային աճուրդների համակարգում։ Ամենացածր մեկնարկային արժեքով մեքենան 2 միլիոն 670 հազար դրամ է, իսկ ամենաթանկը 4 միլիոն 725 հազար դրամ։